Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 27։ Որովհետև սարերը կքաշվեն և բլուրները կսասանեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի քաշվի և իմ խաղաղության ուխտը չի սասանի, ասում է քեզ ողորմող Տերը։ Եսայի 54:10 խոսք։ Աստվածային սիրո ամենահիասքանչ հատկանիշներից մեկը նրա անփոփոխությունն է։ Երկրի սյուները կարող են շարժվել, բայց մեր ողորմած Տիրոջ բարությունն ու ուխտը երբեք չեն լքի իր ժողովրդին։ Որքան երջանիկ է իմ հոգին անսասանորեն հավատալով այս ոգեշնչված խոստմանը։ Տարին գրեթե ավարտվում է, և կյանքիս տարիները նվազում են, բայց ժամանակը չի փոխում իմ Տիրոջը։ Նոր լամպերը փոխարինում են հիներին։ Ամեն ինչ ենթակա է շարունակ փոփոխության, բայց մեր Տերը մնում է նույնը։ Ուժը տապալում է բլուրները, բայց ոչ մի պատկերացնելի ուժ չի կարող ազդել հավերժական Աստծո վրա։ Անցյալի, ներկայի կամ ապագայի ոչ մի բան չեն կարող Տիրոջը դաժան դարձնել մեր նկատմամբ։ Ով հոգի, հանգչիր Տիրոջ հավիտենական ողորմության մեջ, ով քեզ վերաբերվում է որպես մտերիմ բարեկամի։ Հիշիր նաև հավիտենական ուխտը։ Աստված միշտ հիշում է այն, համոզվիր, որ դու էլ հիշես այն։ Քրիստոս Հիսուսի մեջ փառավոր Աստված խոստացավ լինել ձեր Աստվածը և պահել ձեզ որպես իր ժողովրդից մեկը։ Ողորմություն և ուխտ։ Կենտրոնացեք այս խոսքերի վրա, որպես ինչ-որ հաստատուն և հավերժական բանի, որը նույնիսկ հավերժությունն ինքը չի կարող խլել ձեզանից։